Նորից բարի օր հարգելի հայրենակիցներ, ես այս պահին եկա արդեն հակակոռուպցիոն դատարան, որպեսզի պարզեմ իրոք պարոն Ղուկասյանին տեղափոխել են այս դատարան, բայց այս պահի դրությամբ դեռ ինձ չեն հայտնել ինքը արդյոք այստեղ է թե ոչ։ Ես կասկածներ ունեմ, որ նա այստեղ չէ, ուղղակի մարդուն այսպես չլում են եւ չեն ցուցաբերում բժշկական օգնություն։ Հիմա ցույց տամ ձեզ այս դատարանի մոտ եմ արդեն, այսինքն ԱԱԾ ուսարանից ես եկա այս դատարանի մոտ, փորձեցի կապ հաստատել որ Լևոն Պետրոսյանի աշխատակազմի հետ եւ մինչեւ հիմա նրանց էլ հայտնի չէ որտեղ է պարոն Վարդան Ղուկասյանը։ Ժամը 4-ին է նշանակված դատական նիստը, ես չգիտեմ այդպիսի ծանրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող մարդուն ում չեն ցուցաբերում բժշկական օգնություն, բայց տեղափոխում են ինչ-որ տեղեր կամ նույնիսկ պահում են ԱԱԾ ուսարանում եւ ինձ թույլ չեն տալիս նրան տեսնել եւ այստեղ էլ չի այս պահի դրությամբ համենայն դեպս ես հասա, այսինքն ԱԱԾ ուսարանից ես արդեն հասա քաղաքի մյուս ծայրը եւ հիմա գտնվում եմ այս Թբիլիսյան խճուղի Խաչմերուկի այս հատվածում գտնվող հակակոռուպցիոն դատարանում, բայց պարզվում է ինքը այստեղ չէ, եթե իրան տարել էին, տեղափոխել էին, ապա ուր են տարել, չեն վերել դատարանը։ Հիվանդ մարդուն, տեսեք ոնց են նրանք վերաբերվում բուժօգնություն տրամադրելու փոխարեն։ Այսինքն նույնն է, ինչ որ մենք տեսել ենք Արմեն Գրիգորյանի ժամանակ, Մանվել Գրիգորյանի ժամանակ, այս նույն պատմությունները մենք այսօր տեսնում ենք այս իշխանությունների նաև վարքագծով իրենց դրսևորած անմարդկային վերաբերմունքով։ Հիմա ես այստեղ եմ 14:42 րոպե։ Իսկ ԱԱԾ ուսարանի մոտ էի ժամը 13:00-ի սահմաններում, երևի 13:00-ից 5 պակաս, այդպես է ես այնտեղ, բայց պարզվեց ասեցին, որ դուք չեք կարող տեսակցել։ Հիմա եկել եմ այստեղ, բայց պարզվում է այստեղ չի։ Ուր են տարել, որտեղ են առևանգել կամ պահում են, հայտնի չէ։